Միոմաների դեպքում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այսօր բուժման եղանակները տանում են ժամանակակից բուժման եղանակները տանում են վիրահատման և չկա ռեալ օգնություն բժշկության կողմից այդ հիվանդությունը բժշկելու հարցում։ Վիրահատությունը միոմաների դեպքում, երբ ամբողջ արգանդն են հեռացնում կամ միոման մասնակի, հիմնականում եթե կանացի օրգաններն են հեռացնում, առաջանում են նոր հիվանդություններ այդ կանանց մոտ, անկախ տարիքից, որովհետև երբ ասում են, թե այլևս երեխա չի ունենալու, էլ ինչին է պետք, դա այդպիսի վերաբերմունքը պացիենտի առաջին հերթին ինքը իր նկատմամբ արհամարհական ատելի վերաբերմունքն է այդպես ցույց տալի, որովհետև ամեն օրգան համակարգ ունի իր դերը մարդու կյանքում և էմոցիոնալ առումով և ֆիզիոլոգիական, այսինքն պրոցեսների առումով և նաև ամենակարևորը, որ ինչը որ Աստված տվել է, մարդը այն չպետք է արհամարհի և գոհունակությամբ պետք է այն բարեկարգ ձևով կիրառի իր կյանքում։ Եթե կանացի օրգաններն են, օրինակ միոման, ապա միոմայի դեպքում ոչ միայն, այսինքն արգանդի առկայությունը ոչ միայն երեխա ունենալու համար է, այլ կանացի բնավորությունը, կանացի կամքը, կանացի սերը, այդ կենտրոնները էմոցիոնալ և նաև հորմոնալ կարգավորումը, այսինքն կանացի օրգանները հորմոնալ բալանսի են բերում օրգանիզմում և դրանց բացակայությունը բերում են ապակայունության, այսինքն և հորմոնալ բալանսն է խախտում և էմոցիոնալ և արյան շրջանառությունը նույնպես, որովհետև ավելորդ օրգան մարդը չունի և եթե կանացի օրգանները հեռացնում են, ապա շատերի մոտ խրոնիկ հիպերտոնիա է առաջանում, այսինքն հիմնականում արյան ճնշում բասանում է և դա հետևանք կարող է բերել հետագայում և ինսուլտի և ընդհանրապես սրտի հետ կապված խնդիրների, որովհետև սիրտանոթային համակարգն է այդ դեպքում սխալ աշխատում, ընդհանրապես կուտակում է լինում աղիներում արյան և բազմաթիվ խնդիրներ։ Հիմնականում, եթե հեռացնում են կանացի օրգանները, դա ծանր հետևանքներ է բերում մյուս օրգան համակարգերի վրա, այսինքն աշխատանքների հետ կապված խնդիրներ են առաջանում և նաև էմոցիոնալ խնդիրներ են առաջանում։ Իսկ եթե մասնակի են հեռացնում նորագոյացությունները արգանդում, ապա վնասվում է լորձաթաղանթը և եթե այսինքն խրոնիկ բորբոքում կար կամ սառած վիճակում էր, ապա դա ակտիվացնում է և հիվանդությունը կարող է ավելի ագրեսիվ ձևով զարգանալ։ Միոմաների դեպքում լավագույն միջոցը բժշկման, որը օգնում է մարդկանց չվիրահատվել և օգնում է մարդկանց առանց հորմոնալ խախտման, այսինքն ընդհակառակը, եթե ճիշտ բժշկվի, հորմոնալ բալանսի է գալիս, այդ միակ մեթոդը ժամանակակից մեթոդոլոգիաների մեջ, որը դեղորայքային, դա հոմեոպաթիկ մեթոդն է, որը վաղուց է այդ խնդիրներով զբաղվում և լավագույն արդյունքների է հասնում, ճիշտ է, միոմաները միանգամից չեն լուծվում, չեն անհետանում, ժամանակի ընթացքում, որովհետև միոմանների բուժման համար կես տարուց 3 տարի է պահանջվում։ Սկզբից աճը կանգնում է, հետագայում սկսում է վերականգնվել հյուսվածքները, որովհետև կան ֆիբրոմիոմաներ, կան կրակալումներ, տարբեր պատճառներով են, օրինակ ֆիբրոմիոման խրոնիկ բորբոքումից լորձաթաղանթի կարող է առաջանալ, կրակալումը կալցիումական աղերի սխալ տեղաբաշխումից, յուրացման խախտումից, էմոցիոնալ խնդիրներից, այսինքն տատանումներից, վախը երեխայի նկատմամբ և ես նկատի չունեմ
առօրյա թույլ էմոցիաները, այլ նկատի ունեմ ստրես կոնֆլիկտները, որին մարդը պատրաստ չի կամ չէր։ Հորմոնալ դիսբալանսից է կարող լինել, այսինքն վանաձև գեղձի հիվանդություններից է կարող է միոմա առաջանալ, այսինքն պատճառները իրականում շատ են, եւ այսօրվա բժշկությունը ալոպաթիկ իր առաջ չի դնում խնդիր պատճառը գտնելու, այլ խնդիրը դնում է ախտանիշը հեռացնելու, այսինքն ախտանիշը չկա, ապացույց չկա, որ չնայած որ հիվանդությունը մնում է օրգանիզմում։ Եվ այդ պատճառով է, որ այսօրվա ալոպաթիկ բուժման մեթոդը տանում է վիրահատման վերջում կամ լավագույն դեպքում աշխատում է չդիպչել։ Բայց կան շատ մասնագետներ, ովքեր հենց ստանում են դիտավորյալ վիրահատման եւ դրանով վնասելով օրգանիզմի ամբողջ եւ մարդու հոգեվոր վիճակը, եւ էմոցիոնալ վիճակը եւ ֆիզիոլոգիական։ Այժմ մեթոդի, այսինքն հոմեոպաթիկ մեթոդի աշխատելու ձևից խոսանք, որովհետեւ հոմեոպաթիկ մեթոդը հիմնված է փիլիսոփայությունը գտնել հիվանդությունը եւ հիվանդությունը դուրս անել, եւ միոման դա հիվանդության հետևանք է, ինքը չի հանդիսանում հենց հիվանդության վերջնարդյունք։ Այսինքն օրգանական բոլոր փոփոխությունները դրանք հիվանդության հետևանք են։ Եթե ֆիբրոմա է, այսինքն ֆիբրոզից է առաջացել, շարքսկամիցոզից, ապա պետք է այնտեղ տեսնել, ուսումնասիրել, այսինքն արգանդում լորձաթանքների բորբոքումը, այսինքն ստուգել, որովհետև ֆիբրոզ հյուսվածքներ առաջանում են, եթե խրոնիկ բորբոքում կա։ Խրոնիկ բորբոքման դեպքում ցավեր կարող են չլինել, բայց ցավերը փոխանցվում են արտաքին ախտանշի տեսքով, այսինքն ոտքատեղի ցավը, պոչուկի մասից ցավը, եթե բլոկադա են անում, ապա միոման ավելի մեծանում եւ բորբոքումը լորձաթանքի ավելի է շատանում, եթե մեջքից ճնշեն այդ ախտանիշը։ Եվ այդպես շարունակ, հիմնականում հոմեոպաթիկ մեթոդը գտնելուց հետո պատճառը, այսինքն խրոնիկ բորբոքումներ, թե վանաձև գեղձի հիվանդություններ, թե ստրես կոնֆլիկտներից է գտնելով այդ կամ կալցիումական ու ֆոսֆորական աղերի յուրացման խնդիր, պատճառը գտնելուց հետո սկսում է այդ պատճառը հեռացնել եւ այդ դեպքում հետևանքը կամ արտահայտման ձևը անցնում է, այսինքն միոման սկսում է սկզբից դառնում է դոմբողանման եւ քիչ-քիչ լուծվելով փոքրանում անցնում է։ Եվ այն փիլիսոփայությունը, թե միոման տարիքի հետ կարող է հետ գնալ, դա կամ կանգնել, դա չի նշանակում, որ հիվանդությունը բուժվել է, այսինքն հիմնականում լինում է, որ միոմայի աճը կանգնում է, բայց հիվանդությունը մնում է, այսինքն եթե միոման տարիքային կամ հորմոնալ փոփոխություններից աճը մի ընթացքում է, դա չի նշանակում, որ հետագայում չի արագ աճի կամ հետագայում այլ հիվանդություն, այլ խնդիր չի առաջանա։ Քանի դեռ միոման կա, քանի դեռ չի փոքրանում, հետ չի գնում, ապա դա ցույց է տալիս, որ հիվանդությունը վաղուց կա եւ այդ տիպի հիվանդություն մի տարվա, երկու տարվա չէ։ Նաեւ միոմաների հետ կապված նշեմ, որ խրոնիկ սեռավարակներից է կարող առաջանալ միոմաներ, այսինքն տվյալ դեպքում անամնեզը պետք հիվանդության պատմություն եւ ժառանգական սեռավարակներից է կարող առաջանալ միոմաներ, այսինքն միոման կա, բայց պացիենտը չի հասկանում, թե որտեղից եկավ, բայց երբ որ անամնեզով իր ծնողների կամ այսինքն գենետիկական անալիզ է արվում, հիվանդությունների պատմություններն ուսումնասիրում, ստացվում է, որ ժառանգական երկրորդ կամ երրորդ սերնդին փոխանցվել է այդ հիվանդությունը։ Այդտեղ էլ է հմուտ բժիշկ անհրաժեշտ եւ պացիենտի նաեւ ինֆորմացիան, լիարժեք ինֆորմացիա։ Միոմաները եւ ոչ միայն միոմաները, հետո կանդրադառնում են նաեւ կանացի այլ խնդիրներին, որոնք այսօր նույն ձվարանների կիստաները, նույն փողերի խնդիրները, երբ որ անցանելիություն չկա,
եւ շատ են հեռացնում, վնասելով ամբողջ օրգանիզմի աշխատանքը, բայց փոխարենը որպեսզի բուժվեր, այսինքն հոմեոպաթիկ մեթոդով այդ խնդիրները մեծ մասամբ լինում է բժշկել, բայց այստեղ պետք է պատճառը գտնել։ Այս ինֆորմացիան կօգնի նրանց կամ նրանց համար, ովքեր բժշկում են որոնում, իրենց ժամանակավոր կարճ մեկ ամսվա կամ կես տարվա ախտանիշը ունենալու համար կես տարում, ովքեր չեն գնում վիրահատման կամ ախտանիշը ճնշելու մեթոդը չեն ընտրել, այս ինֆորմացիան կօգնի, որպեսզի հասկանան, թե ինչու չի կարելի հեռացնել ներքին օրգանը, եթե հնարավոր է բժշկել, եւ հասկանալ, որ արգանդը մինչև կյանքի վերջ ավելորդ չէ, արգանդի ֆունկցիաների կամ կանացի մյուս օրգանների ֆունկցիաները չեն դադարում, որոշակի ֆունկցիաներ կարող են դադարել, բայց որոշակի ֆունկցիաներ չեն դադարում մինչև մահ, եւ ինչպիսի վնասներ կամ խնդիրներ կարող են առաջանալ հեռացնելու հետո եւ ինֆորմացիան կօգնի պացիենտներին, նրանք ովքեր բժշկում են որոնում, հասկանան ինչպես կարելի է գտնել եւ ինչ եղանակով եւ ինչ ճանապարհով։ Նաեւ նշեմ, որ ինֆորմացիան նաեւ կօգնի որոշ բժիշկներին, քանի որ բժիշկը այսօրվա լինում է մի հայտնի բժիշկ կար, ինքն էր ասում, որ ալոպաթիկ բժիշկը կարող է սպանել պացիենտին սխալ բուժման հետևանքով, ինքն էլ չհասկանալ, որ սպանել է, այսինքն սխալ բուժումից հետո մի քանի տարի հետո մահանում է պացիենտը եւ ինքը չի իմանում, որ մարդ է սպանել, իսկ պացիենտը չի իմանում, որ սխալ բուժման հետևանքով կյանքը կրճատվեց։ Ցանկացած ներքին օրգան հեռացնելուց հետո մարդու կյանքը կրճատվում է եւ եթե ցանկացած հիվանդություն, որը չի բժշկվում, այլ ախտանիշն է ճնշվում, նորից կյանքը կրճատվում եւ կյանքի որակը եւ տևողությունը։ Առողջ եղեք։